Բարելույս սիրելիներս, բարելույս իմ լավ ընկերներ։ Այսօր Կիրակի է եւ եւս մեկ անգամ եմ բարելույս ասում եւ ես գնում եմ ընկերներիս հետ միասին գնում ենք Սևան։ Ճիշտ ասած մի քանի օպցիաներ կար, բայց ես որոշեցի, որ ավելի լավ է Սևան գնանք, անցյալ տարի Սևան չենք եղել, համել ավելի լավ տեղեր կա, ման կգանք։ Այդտենց հիմա դուրս եմ գալիս լիֆտի մեջ եմ, Ռուզանան իր ընկերների տուն է գնալու Միլենայի հետ։ Ես էլ ոչմ բաժանվում ենք այսօր էլի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմա գնացինք ժողովուրդ ջան։ Եվ մեր Ռուզաննան սպասում է մեքենայով ինձ։ Ահա եւ Ռուզաննայի մեքենան։ Իմ սիրելի աղջիկա, Օֆելիան այսօր մեր հետ չի, որովհետեւ Օֆելիայի տանն է եկել եւ իրենց տանը երեկո են անցկացնում։ Այնպես որ մենք այսօր գնում ենք Ռուզաննան, Ռուզաննայի տատիկն է, մորաքույրն է եւ Էլմիրան էլի մեր լավ ընկերուհին եւ շատ ուրախ եմ որ տատիկն էլ հետնես է։ Թող տատին դիմացը նստի։ Թող տատիկը դիմացը նստի։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև եք YouTube-ին։ Էս էլ իմ սիրելի Ռուզաննա, ժողովուրդ ջան, ահա, пожалуйста։ Շոֆեր պրոֆեսիոնալնի։ Կազմը պատրաստ։ Ոնց է Զարիկ տոտա ջան։ Շատ լավ։ Ուրախ եմ որ դու մեր հետ ես։ Սա բոլորին օրինակ թող ծառայի որ տարիքը կապ չունի, ասա։ Ռուզանը առաստատին տեղ չքնի։ Վայ, ապրիմ Ռուզանը, տեսնում եք ժողովուրդ ջան, մարդ։ Չնի ես կամ ու կա։ Ապրի Ռուզանը, ճիշտ է անում։ Մի հատ գոտի սկապեմ ժողովուրդ ջան, որտեղ ես չեմ սիրում առանց գոտի։ Ժողովուրդ ջան, մենք գտնվում ենք Ռուզան, որտեղ կա Արսենեն դուրս եկան, չարենց հավան ենք հասնում։ Հա, Չայնի պավարոդներն է։ Ուրեմն, գիտեք, նայում է Ռուզան, խոսում ենք, բայց հանկարծակի սենց աչքս ընկավ մեր այս քարքրոտ, ժայռոտ ճանապարհները գեղեցիկ իհարկե իմ համար հոգեարազատ։ Եվ հիշեցի, որ ես ու Էլմիրան, որ մենք գնացքով Ժիզոլո Վենեցիայից գնում էինք Հռոմ, Ռուզաննան քնած, Անին քնած, Օֆելիան կիսա քնած, ես ու Էլմիրան ուշադի նայում էինք, հիշում ես Էլմիր կողքերը։ Ու գիտեք Էլմիրան ինչ ասեց, շուր եկավ ինքը իմ դիմացն էր նստած, ասեց ան լավն է, ասի շատ, ասեց դες սկուզեմ մի օր մեր Հայաստանն էս այդ անծայրացիր լինի։ Ու գիտեք ես իրան լրիվ հասկացա, որովհետև ես 30 տարի մեքենա եմ վարում ու անընդհատ իմ մտքի մեջ դա ասեմ, կլինի որ մեր մոտ էլ սենց լինի, կլինի որ մեր մոտ էլ մարդիկ առավոտյան արթնանան եւ չմտածեն այսօր ես գնամ բժիշկի փողը որտեղից գտնեմ, կլինի որ մեր մոտ էլ լինի այդ ձրի բուժում, այսինքն ձրին որն է աշխատես, ինչ են ասում մեր մոտ աշխատավարձից վերցնում են եւ այդ աշխատավարձի պահված ժամանակ արդեն ունենում են իրանք մեծ բժշկական սոցիալական կազմակերպություն, որը որ հոգում է այդ լրիվ այդ հարցեր ունեն մենք քարտ, այդ քարտը տանում են, տալիս են ու մտնում են իրանք չգիտեն կատեն ինչ արժի, ռադիոն ինչ արժի, տեղը ինչ արժի, միգուցե թե մի գեղեցիկ օր կլինի հուսանք։ Ես էլ մեր հրաշալի ճանապարհներ, բայց մի բան ասեմ, ճանապարհները շատ գեղեցիկ են։ Ահա եւ մեր Սևանը, կարոտները տարեք երեխեք ջան։ Սա ուրիշ է գույնը, հրաշք։ Ուզաճան փակի մրսեցինք։ Ես ինչ սուրտ է երեխեք, տարբերությունը ուղղակի սարուտ է։ Հրաշք։ Ժողովուրդ ջան, որոշեցինք սկզբից գնանք Դիլիջան, հետո նոր հետ գանք Սևան, հաց կուտենք, մի քիչ կվայելենք մեր Սևանը։ Տեսնում եք տարբերությունը։ Մի քիչ եկանք այս կողմ, արդեն այստեղ դեպսյոտիկի Դիլիջան, Իջևան, այդ կողմերը արդեն հով է, էլի, կանան չկա գեղեցկությունը։ Ճանապարհները լավն են։ Ես նենց եմ հիշում առաջ այս Դիլիջանում բանը, մենք այդ պավարոդներն անդադ իմ ուղեղի մեջ, բայց հիմա այստեղ եմ ապրում, Դիլիջանն ի՞նչ է դեմը։ Դիլիջանը դեմը կոնֆետկա։ Ժողովուրդ ջան, դուք ուրախ եք։ Այ, այստեղ եք կախել։ Թող ինչ չի։ Չէ, թող դեղ մնա։ Վերցրել եմ բանը, այդ կոստյումը, որովհետև Սևանում, ասել Ռուզաննային, անցանք մեր գեղեցիկ թունելով։ Յատակ լուբլու։ Սիրունա։ Ժողովուրդ ջան, ես էլ մեր թունելը Հայաստանի բավականին երկար։
ճանապարհները, եթե չեմ սխալվում, իսկ Դիլիջանից էլ հենելով ենք, մենք ամեն ինչը համապատրաստի ենք անում։ Կազմակերպիչը ես չեմ, այս հրաշալի թերմոյի աղջիկն է կազմակերպիչը։ Բայց ես ապշած մնացի, երկու ռեստորան կա, որ լավ ռեստորանների չէ, Սևանի ճանապարհին։ Պատկերացեք Ռուզանը զանգեց, որ ամբրագրի 4:30-ի կողմեր, ասում է 7:30, տեղ չկա։ Դե մենք այսօր Կիրակի է բնականաբար, մարդիկ է գիտեն տեղը, եթե դու չես ապրում, ստեղի բնակիչ ես, բնականաբար չես ճանաչում։ Բայց ժողովուրդը ստեղի գիտի որտեղ է լավը, որտեղ։ Աղջիկ կուկուրուզել են ուտել, չկայֆ է։ Ժողովուրդ ջան, Անահիտի սիրած բանն ենք ուտելու այսօր, կուկուրուզ եւ գաթա։ Այդ Անահիտը որ նստեց ինքնադիր, կարող է ինքնադիր մնգնի։ Լավ բաներ ենք ուտում Հայաստանում։ Խաշում են թե խորոված են։ Խաշած։ Ես էլ եմ խաշացի, չեմ խորոված։ Դու սիրում ես էլ։ Չեմ սիրում, տունը խաշել եմ, հոտ ընկերակիցս ու դուրս եմ։ Չես էի։ Նորն առել է։ Որ միատ նայք ես հրաշքը։ Ոնց որ մենք որ գնում ենք Դավիթի տուն, այդ ճանապարհը ճիշտ է։ Նստեք, այստեղ նստեք, ես Այստեղ նստեք, արի մամ։ Արի։ Արի, այստեղ նստեք։ Եկանք ստեղ, այս կանգնեցինք, ես էլ կուկուրուզն է։ Ռուզան ասեց իշտենք կուկուրուզ ուտենք, սիրտը կուկուրուզ էր ուզում։ Ասեցի ոնց կարող է քո սիրտն ուզի, մենք ճիշտենք։ Հետո կգնանք բան, այդ Դիլիջան հաղարծին, այնտեղ մի հատ սուրճ կխմենք, մի քիչ ման կգանք, ափսոս որ Ռուզան Օրֆոն հետներս չեն, շատ տխուր է։ Բայց ինչ արած, իրանք գործերն ունեին։ Ու հետո նոր արդեն կգանք Սևանալիչ եւ այնտեղ մենք Հեսա, ես էլ մեր Օֆեի մամանա, Էլմիրս, Զարիկ Ջոջյան, ես եւ Ռուզանն ենք այսօր։ Սա էլ ձեր Անահիտիչկան, լավա կաշճունը վերցեցի, լավ չրտոտա, ժողովուրդյան իրոք բնությունը հրաշալի։ Մեր Ֆրանսիայի մեկ որտեղ ես ապրում եմ, մեր բնությունը, իմ աչքս այնքան սովոր է, որ ես չեմ կարող առատեց ասեմ, վայ, վույ։ Այս կուկուրուզն է խանգարում, բայց ոչինչ։ Չէ, լավ է, ես նկարում առաջ եմ տվել, շատ սիրում եմ։ Այստեղից հաղարծին է Դիլիջան ինչքան է, լնայրուզ։ Կես ժամ մնացա, ոնց որ մեր մոտից են կողքի քաղաք որ գնում ենք։ Ու սկսում է չէ արդեն պավարոդները ռուզ։ Հա? Չէ, ելը կա մի քանի։ Ժողովուրդ մի հատ նայեք էլի, բացարձակ ոչինչ չի փոխում, ոնց որ մեր տնից գնում եմ են կողքի քաղաքը կա, մի հատ նայեք էլի, այս ուղղակիս այս նմանություն, ես չեք պատկերացնում, ուղղակի տարբերություն այս կողքի դոմիկ բաներ չկան էլի այնտեղ, մի հատ խնդրում եմ էլի ճանապարհը նայեք, ես որ ես նկարում եմ դուք ասում եք վախա նայեք ես ինչ փոսերը կա մեր մոտ, ամեն ինչ էլ կա, այս երեխեքները սանտարի մեջ խաղում են։ Точно մեր ճանապարհն է, լսես այս նմանություն։ Այ քեզ ման։ Այ քեզ հիմար նապաստակ։ Մի օր երեխեք նապաստակասի հիշեցի։ Ասես գնում էի հիշերով։ Նապաստակները վազվզում դիմացից, ես հատ մտքիս մեջ ամեն անգամ ասում եմ, ինչ լավն է։ Մեկ էլ մի հատ նապաստակ եկավ թափով, հիմա խլշկոտած գնում ա գալիս է մեկի ասի, նապաստակ, ինչ ես նստել ծառի տայի տակը, մի հատ գմփոց լսեցի, եկավ ընկավ կապագրշկի։ Ինքան շատ են այդ գիշերով էլ չես տեսնում, այ մարդ քշում ես։ Точно մեր ճանապարհը ստեղ նայեք եղեք այս արահետը։ Սա մեր մոտ է։ Սիրելիներս պրոբկաների տակ մնալով այս ճանապարհին մենակ տեսնեք կանգնել են մեքենաներ են այստեղ որ արգելված է եկել ենք հաղարծին եկեղեցին մեր մենք Դիլիջանում ենք ես ուղղակի ուզում եմ ձեզ ցույց տալ այս հրաշքարի տեսարանը դե բնականաբար ձեզ արդեն ասել եմ այս տեսարանը իմ համար ոչ մի աչքս սովոր է որովհետև մենք ենք ապրում սենստեղ ուղղակի նրանք ովքեր կարոտել են Դիլիջանը մեր հաղարծինը ես վերցրել եմ ձեզ իմ հետ և նկարում եմ այս ներքևն էլ այդ գաթան որ ասեմ վաճառում են գաթա լավ տակ շատ ընտիր սա էլ մեր հաղարծինը հիմա հեսա Զարիկ Ջոջյան Էլմիրան Ռուզանը գնաց մեքենա կանգնացնի վերևը վերջապես եկանք այսօր ճիշտ ասած քանի որ Կիրակի էր քիչ էր աշխատում դրա համար եկանք
Հիմա մենք գտնվում ենք Հաղարծին եկեղեցին։ Լավ ես, հա, այդ 3 րոպեվա ճանապարհներ էլի որ սխալ էին կանգնել մեքենաները։ Հա։ Բացարձակ գոնե մեկ Չէ։ Ահա նայեք սիրելիներս, բայց քչացան ժողովուրդը ջոկի, արդեն գնում են ժամը 5-ն է արդեն, հա, մարդիկ դուրս են գալիս։ Ավելի լավ էլի տեղ ազատվեց Սևան ռեստորանում։ Ահա եւ իմ հետ վայելեք ձեր Հայաստանը, սիրելիներս։ Գնամ մոմ առնեմ գամ։ Չէ, ես ունեմ, ես կառնեմ։ Ժողովուրդ ջան, հետո մտանք եկանք եկեղեցի, մոմ վառենք, ժողովուրդը կամաց դուրս կա, Սուրբ Գրիգոր լուսավորիչ, Հաղարծին բանկ։ Ժողովուրդ ջան, այսօր ահավոր պատերազմական վիճակ է, ես մենակ մի բան եմ խնդրում, Աստված թող մեր ժողովրդին ազգին հեռու պահի այդ չար բաներից, որ թող, ինչ ասեմ, աշխարհում երկնքում խաղաղություն, թող աշխարհում միայն խաղաղություն տիրի, բոլորս ունենք երիտասարդներ, այս ինչ խայտարակություն է, Տեր Աստված, օգնիր մեր հայ ժողովրդին, մենք գտնվում ենք մի հատ շատ վտանգավոր զոնայում, որ չգիտենք թե ինչ է մեզ սպասում, նրնեմ քեզ Հիսուս Տեր։ Գիտեք, այսօր միայն խնդրում եմ խաղաղություն աշխարհին, այս ամեն ինչը լավ չի գալիս, Տեր Աստված, ինչ են ուզում մարդիկ ինչ են իրար ուտում, ամեն մեկին մի հատ փոքր տեղա մասնիկա հասնում է, պիտի ապրեն էլի այս խորան այս ինչ բարձր է, չգիտեմ կարան բարձրանում, ստում ահա Բավականին դժվար աստիճաններ էին ժողովուրդ ջան, մեռնեմ քեզ, մեռնեմ քեզ, Տեր Աստված, մեռնեմ քեզ։ Լավելի չէ, բարի հաջող ուզաննան նայում գալիս, մամա վարեցինք սերելերս, Զարիկ ջոջան, Օֆելիայի մաման 92 տարեկան այրեղել ջան, աստված, աղություն տատում, նպատակները կատարվի, նայեք ժողովուրդ ջան մեր հնությունը, միայն չցենք տալի Ֆրանսիայի հնությունները, բայց ահա նայեք, աստեղ էլ ուրիշ եկեղեցի է, մենք մատայ այստեղ մենք խնդրում եմ նայել ամբողջից, այս հնությունը, աստիճանները բավականին դժվար են, բայց բավականին գեղեցիկ վայր է երեխեք ջան,
Ես գիտեմ, որ բոլորդ կարոտել եք ձեր Հայաստանը, ձեր Դիլիջանը, ահա, նայեք, բագվեք, սա էլ մեր թիմը, հեսա իչնենք մի քիչ ներքև, ոտքով չգիտեմ իչնենք, թե չէ կտեսնենք ու գնանք արդեն մեր Սևանը ամբրագրեր արեստորան, գնանք մի կտոր հաց ուտենք, մեր Սևանի ափին, լճի ափին և մի քիչ էլ դա վայելենք ու գնանք տուն։ Իջնում ենք Ռուզանի հետ ես գաթա են ծախում, թե ինչ գաթա են տարբեր տեսակները, չէ, ես էլ բանա, չէ, մեղրել են, չէ, անուստերը, Ռուզանի հյուրանոցա, թե ինչ-որ աբեի եկեղեցական ինչ-որ մի բանա, են շենքը, ինձ էլ ա թվում, բայց իտքան մեկինա ու իտքան քիչ ժողովուրդ, Չան, չէ, ուղղակի ես էլ չէի տեսես, բայց այդ որ կանգնել էին կողքի դրանց էր ուզան, թե չենդեղ ինչ էր երկու մեքենայի ճանապարհ էր հանգիստ, դաժի 3 բայց լավ սառնա, չէ, հավեսի մոտը մաքուր, այդ է Երևանի աղջիկեկը ոնց են սիրում, տեսեք Ռուզանի դեմք ինչ ասես, հո, սիրում են իրանք ես մաքուր օդը, բայց սա իմ համար արդեն սովորական երևույթ է, թթվածինը ամեն օր ես դրա մեջ եմ, հա, այս ոնց որ ես հիմա գտնվում եմ իմ տանը, երեխեք, մեր մոտ, այս անտառները, տեսնում եք, ահա և մեր ավանդական գաթաները, բայց բացի ավանդական գաթաներից նաև կա բրի ծիրանաջեմ, թուզ, ընկույզ, պանիրներ, թարխուն, հապալաս, կիտրոն, ծիրանաչիր, ուրց, ավանդական, և գները, եթե ձեզ հետաքրքրում է սրանք են, իսկ փուրը հենց տեղից փայտի այդ բանի մեջ պատրաստում են այստեղում ամեն ինչը հետաքրքիր ձևով աղեր են անում, տեսար, բրին բանի հետ, բրի պանիրը ծիրանաջեմ Մենք գտնվում ենք հիմա Սևանում, Սևանի շատ ճանաչված ռեստորաններից մեկում, որը կոչվում է Յասաման։ Այն մյուսը որն է, էլո, այն մյուս ռեստորան։ Սյոմայի մոտ։ Ինչ։ Սյոմայի մոտ։ Երկու ռեստորան կա Յասաման, կա Սյոմայի մոտ։ Հիմա ասելու բավականին շատ ժողովուրդ կա, ինչպես տեսնում եք, չէ, երևում է, չէ, շատ լավ երակում են, այն աստիճան նայեք մի հատ խնդրում է։ Մեր Սևանը նայեք, հրաշք, ժողովուրդը դուրսը նստած ադյալներով, ինչն է սա ստիպի ադյալով նստենք, շատ ես մի բան նկատեցի, որ ուտելիքը ուղղակի բարձր մակարդակի ուտել են վերցրել դաժստեղ, ինչ են վերցրել, հիմնական ձգ, կարտոֆի, Ես եմ ձուկ եմ ուտելու, որովհետև Սևանում միայն ձուկ պետք է ուտել։ Ասեմ դες, որ բարձրությունը որ գալիս է Սևան Դիլիջան, զգացում է գլխացավ, որովհետև բարձրանում է բավականին, չէ։ Շուտ տատակից ժողովուրդյան շատ հարբած են մեր Հայաստանում հարբած են, մարդիկ ասեն չես տխուր չէ, ուղղակի բոլորի թուլանում ես, ռոլաքսացիա։ Տեսեք հրոմում ծիծաղում ենք, հաղա, որտեղ մերը չէր, մենք գնացնենք ուղղակի տուրիստ։ Բայց Հայաստանում իցակ ոնց է սենց, գիտեք ենքան բաներ եմ մտքոս ասում, ամեն բան չեմ կարող արտահայտել, նայում են, լսում են, միայն հայերեն եմ լսում, դա արդեն հարբացնում։ Ոնց կտամ, եթե հնարավորություն ունեք, տարին մեկ անգամ գաք ձեր Հայաստան, վայելեք, ման գաք, եթե հնարավորություն ունեք։ Լավ եթե որ դու ինես վեդել է, Անահիջան քեզ, ես վախենում եմ ինքնաթիռից։ Այդպես բան մի արա, անջատի քեզ դստի, իմ ընկերուներ էր վախենում, անցավ իր ամոտ։ Այսօրվա կյանքը Ամերիկա էլ է։ Իմ սիրելիներս մեզ բարյախոզակ, ձեզ էլ բարի դիտում։
Ստեղը ահա եմ մեր ձգներ երեխեք դան, խորոմատ, սիկան, իշխան։ Բուրջան, ես մի հատ խնդրում եմ նայեք ես հրաշկը, նայեք մեր սևանը, մեր ինչ ասեմ, հոգիս կտոր լինում, և դուրսը անձրև է գալիս, իսկ ես ու Ռուզաննան երգում ենք, ես հրաչն եմ ընկացի, անձրևի տակրացի, ու մրսում ենք, հլը նայք, Ռուզաննա, ինչպես ես, Ռուզան ջուրը թռնում ավրես, վայ երեխեք ես ինչ սուրտ ա, Մարոս, քանի աստիճան ա Ռուզան, 14 մարդիկան տգլոր դուրս են երեխեք խայտարակուտ է 13 13-14 աստիճան հունիսի 22 միած հիմա նայեք տեսեք մեր քաղաքն է նայեք տեսեք ժողովուրդ ջան այս բարի աշխատողն ասեց ոյ ափսոս անձրև եկավ նայեք անձրևը կատկտված եւ կանգնեց բայց Ռուզ անձրևը չէ հա լավ Բաչե այստեղ դուրսը նստես կամ ներսը նույնն է մենք լավ տեղ ենք նստած ահա пожалуйста Այս վերևը հյուրանոց է Ռուզան Չէ ռեստորանն է Մարկովկեն որտեղ կանցնեին Հա դա է ռեստորան դա 5 կորպուսն է Չէ նույնն է պրոստը երկրորդ հարկան առաջը պրոստը սավելը Ահա սա իրոք էսի շատ սիրում Էս է պարկինգն է ժողովուրդ մենք սառանք Դե իմ սիրելիներս այս հրաշալի տեսարանով ուզում եմ ավարտեմ իմ վլոգը հուսով եմ որ դուք կտրվեցիք մի քանի րոպե եւ իմ հետ եկաք Սևան Դիլիջան աշխատում եմ ամեն օր փոքրիկ բլոգներ դնել որպեսզի նրանք ովքեր հնարավորություն չունեն գալու մի քիչ կարոտները դառնեք համբուրում եմ ձեզ ցանկանում առողջություն սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում պակա